կներկանաք։ Spider-Man։ Իսկ ազգանուն չունի մեզ։ Չէ, ոչ մի ոլորակում Spider-Man-ը ազգանուն չունի։ Կներկայացնեք ինչ ակցիա։ Մենք այսօր իրականացնում ենք բոճկա գլորելու կարևորագույն ակցիա։ 30 տարի շարունակ քաղաքական ուժերը բոճկա են գլորել։ Մենք այսօր նախատեսում ենք բոճկա գլորել ու թող էս լինի վերջին բոճկա գլորելը, որը արվում է Հայաստանում։ Այն հույսով, որ հաջորդիվ հունիսի 7-ին, երբ որ քաղաքացիները կգան ու ձայնը կտան համար 2-ին բոլորին դեմեմին, դրանից հետո արդեն քաղաքական գործիչներն ու քաղաքական ուժերը կսկսեն զբաղվել ավելի լուրջ գործով, քան բոճկա գլորելն է, մուկ տշելն է, ցեղ շպրտելն է, ջուր ծեծելն է ու այն ամեն ինչը, ինչ որ մենք նախատեսում ենք ներկայացնել մինչև գալիք ընտրությունները։ Դուք ցանկացած խոսույթ կամ ասացվածք, որը որ ժողովրդի մեջ է տարածված, օգտագործում եք բառի բուն իմաստով, այս ասացվածքների շրջանում կա նաև սեղանի տակ գործարք կնքելը, արդյոք երբ որ օրինակ գաք իշխանության, ձեր գործարքները բառի բուն իմաստով կնքելու եք սեղանի տակ։ Մենք ամենաթափանցիկ ուժն ենք։ Մինչև հիմա մեր նման թափանցիկություն որևէ քաղաքական ուժ ցույց չի տվել։ Մենք այն ինչ որ ասում ենք, միայն դա ենք անելու։ Երբեք չի լինելու, որ մենք հայտարարենք թաքուն գործարքների մասին, որովհետև ի սկզբանե, երբ որ մենք հայտարարել ենք մեր քաղաքական օրակարգը, դա ֆիքսված օրակարգ է եղել։ Մենք այդ օրակարգից չենք շեղվել մինչև այսօր ու վստահաբար չենք շեղվելու դրանից հետո եւս։ Այստեղ տեսնում եմ նաև ձեր լոգոն է փակցված բոճկաների վրա։ Ինչու եք դա եւս դուք եք բոճկա։ Եթե ուշադիր եք եղել մեր ցեղ շպրտելու ակցիային, այնտեղ էլ կար մեր լոգոն ու իմաստն է, որ բոլոր քաղաքական ուժերը բոճկա են գլորում։ Այսօր մենք դա անում ենք փաստացի։ Եվ հետևաբար մեր լոգոյի չհայտնվելը բոճկաների վրա մի տեսակ արդար չեր լինի այլ քաղաքական ուժերի նկատմամբ։ Մենք սրանով ցույց ենք տալի, որ մենք հավասարապես նույն գնահատականն ենք տալի այս համակարգում գործող քաղաքական ուժերին։ Պարոն Spider-Man կամ պարոն Գյուրեղյան, կա այստեղից որևէ բոճկա, որ ավելի ծանր է, որովհետև օրինակ քաղաքական ուժերից մեկը ինչ որ շատ նույնն է, որովհետև բոճկա գլորելու հարցում բոլորը հավասար հնարավորություններ ունեն։ Ժողովրդի մեջ եւս մի ասացված կա, գլուխներս մի տարեք, եթե այդպիսի ակցիա իրականացեք, գլուխներ եք հավաքելու, սկսեք գլուխները տալ։ Հայք, մենք ամեն հարցին շատ կրեատիվ ենք մոտենում։ Եկեք չբացահայտեմ այն բոլոր նորությունները, որի համար նաև դուք գալիս եք այստեղ, թող դա մնա գաղտնիք, ես չգիտեմ մենք գլուխ տանելու ակցիա կանենք թե չէ, մեր մոտ հատուկ թիմ կա, որը որ պլանավորում է այդ ամեն ինչը, երբ որ պլանավորում ենք, մենք 1-2 օր առաջ հայտարարում ենք, կգաք կիմանաք, ամեն դեպքում եթե խոսանք գլուխ տանելու մասին, հաստատ դա չի լինելու մարդկանց գլուխներ տանելու մասին, այնպիսի կրեատիվ մոտեցում է լինելու, որ բոլորին դուր է գալու։